Բրյուսելում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել պաշտպանության ու տիեզերքի հարցերով Եվրամիության հանձնակատար Անդրիոս Կոբիլիոսի հետ։ Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության ընդլայնման ակտիվ դինամիկան, ինչպես նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Ապրիլի 14-ին մահացել է զինծառայող Նարեկ Արշակի Հակոբյանը, հայտնել է պաշտպանության նախարարությունը։ Մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույց, զինծառայողին ինքնասպանության հասցնելու հոդվածով նշանակվել են փորձաքննություններ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի հայտարարել է, որ 2 օրվա ընթացքում Պակիստանում կարող են բանակցություններ տեղի ունենալ ամերիկյան եւ իրանական կողմերի միջեւ։ Կարող է ինչ-որ լավ բան տեղի ունենա առաջիկա 2 օրվա ընթացքում, մենք ավելի ու ավելի ենք հակված այնտեղ գնալուն, ասել է Սպիտակ տան ղեկավարը։ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների միջև համագործակցությունը չպետք է կախված լինի Ուկրաինայում հակամարտության ավարտից, հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Մենք կարծում ենք, որ բացարձակապես անհրաժեշտ չէ սպասել Ուկրաինայի կարգավորմանը, Վաշինգտոնի եւ Մոսկվայի շահերից ելնելով, նշել է նա։